Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգին համակցումը Հայաստանին միարժեքորեն ձեռնտու է։ Գոնե փաստաթղթային մակարդակով չենք տեսնում, թե ինչի մասին է խոսքը, ինչ միավորման մասին է խոսքը։ Ներփակված իրավիճակում սրընթաց զարգացում անհնարին է ակնկալել։ Մենք պետք է հասկանանք, սրա հետևը ինչ է թաքնված, ինչ պահանջներ կան։ Եթե Հայաստանը կորցնի ատոմային գեներացիան, դա կլինի Հայաստանի համար ծանրագույն կորուստ եւ կարելի ասել տնտեսական ողբերգություն։ Խնդիրը հետևյալում է։ Սա քաղաքական գործընթաց է, սա էներգետիկ գործընթաց չէ։ Բանականն է, որ Հայաստանը էլեկտրական էներգիայի առումով ավելի սուկային երկիր է։ Ադրբեջանը էլեկտրաէներգիայի առումով պակասուրդային երկիր է։ Այն պետությունները, որոնք հայոց նկատմամբ ցեղասպանություն, էթնիկ զտումներ են իրականացել, նրանց հետ գնալ տնտեսական գործարքների առանց հաշվի առնելու պատմական էքսպորտը չի կարելի։ Սա շատ վտանգավոր է եւ կարող է նոր ռիսկեր եւ նոր այլ ավելի մեծ վտանգներ առաջացնել։ Հունվարի 21-ին խորհրդարանում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի էներգահամակարգերը միավորվելու են։ Ինչ է դա նշանակում։ Ուտոպիստական ծրագիր է, թե իրատեսական նախագիծ, դիվերսիֆիկացիայի լավ հնարավորություն, թե ծուղակ, որում հայտնվելով կախվածության մեջ ենք ընկնելու, էներգետիկ գլոբալ շղթայի կարևոր օղակը դառնալու հեռանկար, թե մեծ խաղացողների ձեռքում գործիք դառնալու վտանգ։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Ինչպես հայտնի է, TRIP նախագիծը ենթադրում է նաև մեր տարածքով էլեկտրական ցանցերի անցկացում Ադրբեջանի ու Նախիջևանի ինքնավարության միջև։ Դա նաև հնարավորություն կտա միավորել երկու երկրների էներգահամակարգերը։ Ինչն է ավելի շատ այս նախագծում առավելությունները, թե վտանգները, այս թեմայի շուրջ կբանավիճեն էներգետիկայի գծով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը ու էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Առաջին հարցից խնդրում եմ կարճ պատասխանեք։ Այս նախագիծը լավ բան է, թե վատ։ Կարծում եմ միարժեքորեն լավ նախաձեռնություն է, որը պարունակում է իր մեջ զարգացման լուրջ ներուժ, հատկապես Հայաստանի տեսանկյունից։ Խնդրեմ։ Ես կարծում եմ դա մեծ ռիսկեր պարունակող նախագիծ է, եւ դա համար լավ գնահատել չեմ կարող, կարծում եմ այդ ռիսկերը գնալով ավելի են մեծանալու, եթե ռազմական խորության մեջ նայենք։ Շնորհակալ եմ։ Հիմա ես առաջարկում եմ ծանոթանանք այն տեսանյութին, որը գործընկերս է պատրաստել այս թեմայով, որից հետո շարունակենք զրույցը։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ազգային ժողովում, պատասխանելով հարցին, թե արդյոք TRIP նախագծի շրջանակում կառուցվող էներգետիկ ենթակառուցվածքները միանալու են իրար։ Ուզում հասկանամ, այդ ենթակառուցվածքը, որ անցնում է էներգետիկ, ճանապարհային, մալուխային եւ այլն, դա Հայաստանի էներգետիկ ցանցին միանալու է, թե չէ։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանը, թե Հայաստանը պետք է ունենա փոխադարձ առավելություններ, վարչապետն ասաց, որ մենք արդեն ստացել ենք այդ փոխադարձ առավելությունների մի մասը եւ որպես օրինակ նշեց նաեւ Ադրբեջանից բենզինի խոշոր մատակարարումները Հայաստան, որոնց շնորհիվ բենզինի եւ դիզվառելիքի գները մեր երկրում նվազել են։ Դա փոխադարձ առավելություն չի։ Ասենք մենք sense բաներ ենք ասում, ասենք հիմա Ադրբեջանում էլ հետևում են, ասում են հետաքրքիր է Հայաստանում մեկը կնկատի խորհրդարանում, որ այդ փոխադարձ առավելությունը դրա մի մասը արդեն ստացվել է։ Երկու երկրների էներգետիկ համակարգերի հնարավոր միացման մասին վարչապետի հայտարարությունը մտահոգություն առաջացրեց քաղաքական եւ մասնագիտական շրջանակներում։ Ընդդիմության ներկայացուցիչները տարակուսում են, որ այդպիսով Հայաստանը կարող է էներգետիկ կախվածություն ունենալ Ադրբեջանից։ Փորձագետների մի մասն էլ կարծում է, սակայն, որ ճիշտ որոշումների եւ աշխատանքի արդյունքում այդ ռիսկերը կարելի է կառավարել։ Իսկ ինչպես անել, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը չվտանգվի։
Որպեսզի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը չվտանգվի, պետք է իրականացվի ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ծրագիրը զուգահեռաբար։ Որևէ մեկին նախընտրություն տալով Հայաստանը կարող է լուրջ ռիսկի տակ հայտնվել, հաշվի առնելով առկա իրողությունները։ Առհասարակ դեռևս հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ծրագրով էր նախատեսված Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, իսկ վերջին տարիներին նաև Իրան, Հայաստան, Վրաստան, եվրոպական երկրներ էլեկտրահաղորդման գծերի միացում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախորդ տարեվերջին Վրաստան կատարած այցից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել էր հարևանների հետ մի քանի ոլորտներում փոխկապակցված համագործակցությանը։ Հիմա կարծում եմ նոր միջավայր է ստեղծում Հայաստանում, կարծում եմ ներկայացել Վրաստանում եւ այդ նոր միջավայրի հնարավորությունները խոսքը գնում է բարձր տեխնոլոգիաների մասին, խոսքը գնում է էներգետիկ մեր հնարավորությունների երկու երկրների իրար հետ փոխադարձաբար օգտագործելու նաև սահմանների կառավարումը համատեղ իրականացնելու եւ այս առումով մենք անելիքներ ունենք։ Այդուհանդերձ հարց է առաջանում գնալ էներգետիկ համակարգերի միացման ճանապարհով, թե տարածաշրջանում էներգետիկ անկախություն ունենալու եւ արտահանող երկրի կարգավիճակը պահպանելու ուղղությամբ։ Երկրորդի պարագայում փորձագետների մի մասի համոզմամբ Հայաստանն առնվազն 600 մեգավատ զորությամբ ատոմակայան պետք է ունենա եւ դրա համար կառավարությունն նոր առաջ պետք է այս հարցի վերաբերյալ ռազմավարական եւ քաղաքական որոշում կայացնի։ Հայաստանն այս պահին կանգնած է երկու ճանապարհների խաչմերուկում, որտեղ մի ճանապարհը տանում է դեպի կախյալություն, մյուսը էլ ավելի մեծ անկախություն եւ տնտեսության թռիչքային աճ։ Ճիշտ ուղին ընտրելու համար գրագետ ռազմավարական որոշումներ են պետք։ Թեմայի վերաբերյալ իրենց դժգոհությունն արտահայտեցին եւ անգամ միասնական հայտարարությամբ հանդես եկան մի քանի քաղաքական ուժեր։ Անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի ցանկացած համատեղ կառավարում կամ վերահսկողություն, անթույլատրելի է էներգետիկ աղբատության ձևավորումը Ադրբեջանից, անթույլատրելի են փակ, գաղտնի կամ հանրային վերահսկողությունից դուրս գործընթացները։ Էներգիան չի կարող եւ չպետք է դառնա քաղաքական ճնշման գործիք։ Այս հարցը չի կարող լինել բանակցությունների կամ պարեւտրային շահերի առարկա։ Սա Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարմիր գիծ է։ Ի վերջո Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի փոխգործակցության ինչպիսի ռազմավարություն կընտրվի, ցույց կտա ժամանակը։ Պարոնեք, ճիշտ եմ հասկանում, որ այս նախաձեռնությունը թրիփ նախագծի մի մասն է, թե այն կարող էր իրատեսական դառնալ նաև առանց թրիփի։ Ըստ երևույթին մի մասն էր, ընդհանրապես թրիփի բովանդակությունը շատ մանրամասն երբևիցե հայտնի եւ չի հրապարակվել, խոսքը գնում է հիմնական հիմնադրույթի մասին, համալիր ապաշրջափակման մասին։ Իսկ դա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն ոչ միայն տրանսպորտային ուղիները, ենթադրենք ավտոճանապարհները կամ երկաթուղին, այլ նաև խոսքը պետք է գնա նոր գազատարների, նավթատարների, բարձրավուրդ էլեկտրական գծերի, օպտիկամալուխային մայրուղիային մալուխների ենթակառուցվածքի զարգացման, ինչպես նաև ավիացիոն տրանզիտ կորիդորների, դիսպեչերային համապատասխան փոխադարձ կորիդորների տրամադրման։ Ոնց հասկանում եմ, ամենահեշտը ավիացիան էր, երկրորդը հեշտությամբ հենց այդ էլեկտրացանցերն են, հա։ Ավիացիան արդեն աշխատում է, արդեն որոշակի գումար հասել է Հայաստանին, հաջորդ բաղադրիչը էլեկտրաէներգետիկան է, այստեղ ես կուզենայի շեշտել էլեկտրաէներգետիկան, բարձրավուրդ հոսանքը, դա էներգետիկա ոլորտի ընդամենը մի բաղադրիչն է։ Ահա այս բաղադրիչով Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգին համակցումը Հայաստանին միարժեքորեն ձեռնտու է։ Ինչու՞, որովհետև էլեկտրաէներգետիկան, էներգետիկա մեծ համալիր ոլորտի այն միակ բաղադրիչն է, ուր Հայաստանը առավելություն ունի իր հարևանների նկատմամբ։ Մենք գազ չունենք, նավթ չունենք, ածուխ չունենք, վերամշակող արդյունաբերություն չունենք, էներգետիկ վերամշակող։ Հակառակը էլեկտրաէներգետիկայի մասով ունենք զարգացած ներքին ցանց, կուտակված հարստագույն փորձ, ինժեներական լուրջ դպրոց, իսկ ամենակարևորը տեղակայված գեներացիոն հզորությունների բավարարաշան, որպեսզի Հայաստանը կարողանա կրկնապատկել իր արտահանումը էլեկտրաէներգիայի արտահանումը հարևան երկրներին։ Ահա այստեղ կարծում եմ Հայաստան
Ադրբեջան էլեկտրաէներգետիկ համակարգերի համակցումը միարժեքորեն շահեկան կլինի Հայաստանի համար։ Դե Արմենը կարծում եմ ավելի շատ մարտահրավերների մասին կխոսի։ Նայեք, նախ խոսենք այն փաստաթղթերի մասին, որոնք կան սեղանին, ասենք թե օգոստոսի 8-ին կնքված փաստաթղթերում տենց բան նախատեսված չէ։ Ես այդ փաստաթղթերին շատ լավ ծանոթ եմ, չնայած դրա մասին ժամանակ առ ժամանակ հատկապես ադրբեջանական կողմը խոսում է, որ դա ոչ միայն կլինի ճանապարհային, այլ նաև այլ բաղադրիչներ եւս կունենան մուլտիմոդալ բայց նորից փաստաթղթային մակարդակով, որը ես մանրամասն ասեմ, տենց բան նախատեսված չէ, որտեղից է դա ծագել, սա արդեն այլ հարց է եւ դա ինչ փաստաթղթերով կհիմնավորվի, որովհետեւ սա էլ է շատ կարեւոր։ Մենք չենք կարող ինչ-որ բանի գնահատական տանք, եթե գոնե փաստաթղթային մակարդակով չենք տեսնում, թե ինչի մասին է խոսքը, ինչ միավորման մասին է խոսքը։ Իսկ հասկանանք սրա հետեւ ինչ քաղաքական գործընթաց է։ Արտգործնախարարի եւ պետքարտուղարի միջև այդ ստորագրած փաստաթղթում կարծես կար հիշատակում։ Այնտեղ կա հիշատակում միայն բան ատոմային էներգետիկայի մասին, խաղ միջուկային, այո, էներգետիկայի մասին դա կա, բայց ինչ որ էլեկտրացանցերի կառուցումը ինքը նախագիծը ինչպես է գնահատում, այ Վարոն Արտանյանը դրական գնահատական է տալիս։ Խնդիրը հետեւյալում է։ Սա քաղաքական գործընթաց է, սա էներգետիկ գործընթաց չէ, եկեք շեշտադրում անենք, էլի, եւ այն երկու հակասություն կա այստեղ։ Եվ սա հստակ կա հակասություն, երբ որ հարցին մոտիկանում ես քաղաքական հենց գործընթացի կողմից։ Նայեք, մենք պետք է հասկանանք, ինչ սրա հետևը ինչ է թաքնված, ինչ պահանջներ կան։ Եվ սա շատ կարևոր է, դուք հիշեցիք հենց այդ ատոմային էներգետիկայի պահը, որ ստորագրված է եւս երկու կողմերի միջև, եւ Ադրբեջանը ինչ պահանջներ է դրում։ Ադրբեջանը եւ Թուրքիայի դրած հստակ պահանջը դա մեր ատոմակայանի փակումն է։ Իրանք բազմաթիվ անգամ այդ հարցը բարձրացրել են եւ բազմաթիվ անգամ տարբեր մակարդակներ։ Դա մինչեւ օգոստոսի 8-ն էր։ Կարծեմ օգոստոսի 8-ից հետո նման բան չի եղել։ Կարևոր չէ, սա հստակ քաղաքական ծրագիր է, որ դրած է, կարևոր չէ որտեղ օգոստոսի 8-ին մեզ առաջարկում է սա այդ մոդուլային կայանի գաղափարը, որը սա առանձին քննարկման թեմա է, բայց քանի որ այս վտանգը, այս ռիսկը կա, ես դա հստակ կերպով տեսնում եմ, որին ուզում եմ փոխարինել մոդուլային կայանի գաղափարը։ Կայանի մասին խոսենք, առայժմ այդ ռուբիլնիկի վտանգի մասին հասկանանք, հա, ինչքանով է դա իրատեսական։ Շատ մեծ հոռետեսությամբ եմ դիտում այդ համակարգերի միավորումը։ Դա ես ասում եմ, դա ավելի շատ ռիսկ է, քանի որ նաև մենք շատ վատ փորձել ունենք, եկեք դա էլ չմոռանանք, եւ որ Արցախը շրջափակման մեջ էր եւ այդ ռուբիլնի կոչված իրենց ձեռքում ենք անջատում միացում եւ որ դա ցանկանում է։ Այդ ժամանակ դեռ Թրամփը չկար։ Ռուբիլնիկի մասին ինչ կասեք, պարոն Մարջանյան։ Ռուբիլնիկի տեսանկյունից իրադրությունը շատ հետաքրքիր է։ Բանալն է, որ Հայաստանը էլեկտրական էներգիայի առումով ավելի սուկային երկիր է։ Ադրբեջանը էլեկտրաէներգիայի առումով պակասուրդային երկիր է, դեֆիցիտային երկիր է։ Եվ ահա, եթե էլեկտրաէներգետիկ համակարգերը միանան, այստեղ Հայաստանն է, որ Ադրբեջանին կարող է էլեկտրական էներգիա մատակարարել։ Հակառակ մատակարարումները Ադրբեջանից Հայաստան ծավալուն չեն կարող լինել, որտեղ Հայաստանը մի առանձնապես ներկրման անհրաժեշտություն չունի էլեկտրական էներգիա։ Նույնիսկ սեզոնային կամ եթե ինչ-որ որոշակի քանակությամբ պիկային բաներ կան, Վրաստանի հետ այդ հարցերը կարգավորում են։ Կարճ ասած, այստեղ ես չեմ տեսնում այդ վտանգը, որ Հայաստանը գերկախվածության մեջ կընկնի Ադրբեջանից ենթադրյալ էլեկտրական էներգիայի ներկրումների համար։ Հակառակը կրկնեմ, սա միակ բաղադրիչն է էներգետիկ ոլորտի, որտեղ Հայաստանը առավելություն ունի Ադրբեջանի նկատմամբ։ Տեսեք, իմիջիայլոց ասելով սա, պիտի նաև ընդգծեմ, թե ինչ հսկայական քայլերով է Ադրբեջանը զարգացնում իր էլեկտրաէներգետիկ համակարգը եւ այս առումով կարծեմ Հայաստանը սովորելու բան ունի։ Պարոն Մարջանյանը ասում է, որ ռուբիլնիկի այդ սկզբունքից ավելի շատ պետք է Ադրբեջանը մտահոգված լինի, քանի որ Հայաստանն է էլեկտրաէներգիա առաջարկելու Ադրբեջանին, այլ ոչ թե հակառակը։ Դուք ինչ կարծիք ունեք։
Նորից եմ կրկնում, ես կարծում եմ, որ սա ատոմակայանի խնդիրն է։ Ու եթե մենք կորցնում ենք այդ գեներացիան ատոմակայանը, որը մոտապես 30-ից 40% է կազմում ըստ սեզոնի, այդ դեպքում մենք ենք ներմուծել, այսինքն այս ռիսկը հաշվի չառնել չի կարելի։ Հա կարող ենք մենք այսօրվա պահի դրությամբ ասենք, այ հենց հիմա եթե լինի, սա հենց հիմա չի լինի, որովհետև դա էլ հասկանանք, էլի սա մեծ ներդրումներ պահանջող բավական լուրջ ծավալուն գործընթաց է։ Ու այդ ընթացքում նաև շատ բաներ կփոխվի, այդ թվում նաև Ադրբեջանը իրեն ուզում է նաև սենց ասեմ ցուցադրել որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, ինչի շուրջ ինքը բանակցությունների մեջ է եւ Եվրամիության հետ եւ շատ երկրների հետ արևային էներգիայի զարգացման մասին է խոսում, շատ բաների մասին է խոսում, բայց նաև չմոռանանք, էլի իրանք նավթի գազի բավական մեծ պաշարներ ունեցող պետություն են, տեսականորեն հատկապես հաշվի առնելով իր գազի բավական մեծ պաշարներ, իրանք կարող են նաև հենց այդ էլեկտրաէներգիայի գեներացման շատ ավելի լուրջ հզորություններ շատ արագ եւ շատ կարճ ժամանակում ստեղծել եւ չլինել էլեկտրաէներգիայի ներմուծող երկիր, այլ դառնալ ինչին իրանք ձգտումել են, այսինքն միևնույն է, այս ռիսկերը մնում են եւ սա անպայման պետք է հաշվի առնել։ Պարոն Մարջանյան, տեսեք, ամերիկացիները մեզ առաջարկել են սահմանափակվել փոքր մոդուլային ռեակտորներով, ինչը կնշանակի, որ մենք կկարողանանք դրանց շնորհիվ ապահովել միայն սեփական պահանջարկը, միայն մեծ ռեակտորի առկայության դեպքում մենք կարողանանք արտահանել էլեկտրաէներգիա։ Այսինքն այս դեպքում մենք հազիվ թե ունենանք ռեսուրս այլ երկրներին բան առաջարկելու։ Մյուս կողմից Ադրբեջանն է պատրաստվում իր տարածքում ատոմակայան կառուցել, բավական լուրջ քայլեր են ձեռնարկում եւ շատ մեծ տեմպերով զարգացնում են արևային եւ վերականգնվող այլ էլեկտրաէներգիայի այդ ռեսուրսները, այդ թվում նաեւ Արցախի տարածքում։ Այսինքն Ադրբեջանն է պատրաստվում արտահանվող դառնալ, իսկ Հայաստանը հնարավոր է նույնիսկ ապահովի զորով իր պահանջարկները։ Այստեղ հակասություն չկա։ Որոշակի առումով կա, ես համաձայն եմ պարոն Մանվելյանի հետ այն գնահատման մեջ, որ եթե Հայաստանը կորցնի ատոմային գեներացիան, դա կլինի Հայաստանի համար ծանրագույն կորուստ եւ կարելի ասել տնտեսական ողբերգություն։ Դա ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ։ Բայց եկեք տարբերակենք Հայաստանի վարչապետի հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերի համակցման մասին, ահա այդ հայտարարությունը ու ծրագիրը Հայաստան, Միացյալ Նահանգներ, խաղաղ-միջուկային ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին պայմանագրից։ Դրանք տարբեր բաներ են։ Գանք ուրեմն այդ համագործակցության։ Համագործակցության մեխը ընկած է հետևյալում։ Խոսքը գնալու է 123 կոչվող համաձայնագրի մշակման եւ ստորագրման մասին։ 1, 2, 3 կամ ասում են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, որով եթե այդ գործընթացը հաջող ավարտվի, Հայաստանը կարող է որոշակի ատոմային էներգետիկ տեխնոլոգիաներ ներկրել Միացյալ Նահանգներից։ Ճիշտ նկատեցիք, սիրելի գործընկերներ, որ Հայաստանը գտնվում է շատ լուրջ ճնշման տակ Միացյալ Նահանգների կողմից, որպիսի մտածի փոքր մոդուլային ռեակտորների օգտագործման մասին եւ մոռանա VVR կոչվող մեծ ռեակտորների մասին, դրանք ռուսական ռեակտորներ են, որոնք տասնամյակների վեր շահագործվել են եւ շահագործվում եւ կարծես արդարացրել են։ Եվ արդարացրել են։ Այստեղ թույլ տվեք շատ մանրամասների մեջ չընկնեմ, ասեմ վերջնական արդյունքները։ Դրույթ պնդում համար 1 մոտակա տասնամյակում Միացյալ Նահանգներում չի հայտնվի ոչ մի լիցենզավորված եւ աշխատող փոքր մոդուլային ռեակտորների հիման վրա հիմնված ատոմակայան։ Այսինքն մեր վրա փորձարկում են։ Ну, այդ որակումները թողնենք այլոց, բայց փաստենք, որ մոտակա 10 տարիներին այդպիսի ատոմակայան Միացյալ Նահանգներում չի լինի։ Ավելին, մոտակա 3 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում չի լինի ոչ մի փոքր մոդուլային ռեակտորների նախագծի լիցենզավորման
արդյունք կամ լիցեվազավորման հաջող գործընթաց։ Այն ինչ խոսակցությունները հիմա ընթանում են փոքր մոդուլային կայանների համար, դրանք այսպես ասած պիլոտային մշակումներ են եւ Ու չհաշված նավերի վրավորում են։ Չհաշված իհարկե նավատորմի բաները, դա լրիվ այլ բան է եւ էներգետիկայի հետ, առավելից էլեկտրաէներգետիկայի հետ ոչ մի առնչություն չունի։ Այդպես որ փոքր մոդուլային ռեակտորների խոսակցությունները զուտ քաղաքական են, ատոմային էներգետիկայի ուրեմն զարգացման տեսանկյունից Հայաստանում ինձ թվում է ինժեներական տեսանկյունից որևիցե խնդիր չկա։ Խնդիրը այնքան պարզ է եւ հստակ։ Հայաստանը պետք է ունենա 2036 թվականին տեղակայված նոր VVR տիպի ատոմային ռեակտոր առնվազն 1200 մեգավատ հզորություն։ Դրան ինժեներական այլընտրանք պարզապես գոյություն չունի, այդ խոսակցությունները ինժեներական կրկնում եմ տեսանկյունից անհեթեթություն։ Ոնց հասկանում եմ, սա հավանաբար միակ հարցն է, որում դուք համաձայն եք։ Առաջին մասի հետ ամեն դեպքում ես համաձայն չեմ, որ սրանք իրար հետ կապված չեն, նկատում էներգետիկայի միավորման եւ Միացյալ Նահանգների կնքված ատոմային կայանի այդ մոդուլային կայանի պայմանը։ Ես կարծում սրանք իրար փոխլրացման փորձ է։ Ներքին բանակցություններ կա, որի ժամանակ քանի որ դրվել է ատոմականի փակման հարցը, ամերիկյան կողմը համաձայնել է, ասել մենք ձեզ դա մասամբ փոխհատուցենք մոդուլային։ Ես կարծում սա մեկ ընդհանուր բանակցությունների երկու տարբեր մասեր են, բայց մեկ ընդհանուր։ Մնացած մասը ինչ վերաբերում է միջուկային կայանները, ես այո համաձայն եմ եւ այստեղ իսկապես VVR համակարգերը իրանք այս պահին գոնե շուկայի մեծ մասն են գրավում, որտեղ նայեք այդ օրենքը դա 1 2 3 որ կոչեցիք սա ինքը շատ հետաքրքիր համակարգ է, որը ձեզ հնարավորություն է տալիս, մուտք է տալիս ամերիկյան տեխնոլոգիաներ, բայց սա ունի նաև հակառակ կողմը։ Ամերիկացիները հենց այնեն ձեզ թույլ չեն տալի, որ դուք այդ համակարգի մաս կազմեք։ Դրա հակառակ կողմն է, որ իրենք էլ իրավունք են ստանում ամբողջովին վերստուգել ձեր միջուկային էներգետիկայի հետ կապված, սկսած ձեր փաստաթղթերը, ձեր միջազգային պայմանագրերը, ձեր ուրանի ներմուծման համակարգերը եւ այլն, այդ ամբողջ գաղտնիքները բացում դնում եք իրենց առաջ։ Սա պայմաններից մեկն է։ Երկրորդը ասած միջազգային փորձ կա։ Այդ համաձայնագրի այդ 1 2 3-ի շուրջ կա մոտավորապես 50-ից 60 երկրներ աշխարհում, որոնք տեխնոլոգիաների մուտք ունեն։ Բայց ես շատ քիչ երկրներում գիտեմ, որ դա որպես արդյունք ինչ որ արդյունք է։ Օրինակ ամենամեծը դրանցից Հնդկաստանն է։ Բայց այսօր նույն Հնդկաստանում ռուսական VVR-ներ են կառուցում, մյուսը Թուրքիան է։ Նորից ռուսական կայաններ են կառուցում, ամերիկյան համակարգեր։ Այսինքն կարող ենք ստորագրել 1 2 3-ը, բայց ռուսական կայան կառուցել։ Հա, դա կարող ենք, բայց դրա հետ միասին մուտք ենք իրենք թույլ ենք տալու մտնելու մեր փաստաթղթային հենց միջուկային էներգետիկայի հետ կապված փաստաթղթային այս համակարգի մեջ։ Իդեպ Ռուսաստանն էլ ունի դա կնքած ամերիկացիների հետ, 1 2 այլ բանը որ ամերիկացիների մուտքը իրենց մոտ արգելված է վաղուց։ Բայց ամեն դեպքում եղել կան ռիսկեր։ Այսինքն դու ունենալով ռուսների հետ կնքված որոշակի պայմանագիր թույլ է տալու որ փաստաթղթերի ծանոթանա նաև ամերիկյան կողմը ու չհասկանալով թե դու ինչքանով կարող ես այդ տեխնոլոգիան օգտագործես։ Հա իհարկե, եթե դա օգտագործես լավ կլինի, բայց նաև համաձայն եմ որ ամերիկյան այդ մոդուլային կաները նախ դեռ լիցենզավորված չեն եւ չգիտենք երբ կլիցենզավորեն։ Եթե չեմ սխալվում, մի հատ էքսպերիմենտալ իրանք ունեն Միացյալ Նահանգների տարածքում։ Այն էլ բանկրոտ է։ Այդ հին պատմություն։ Որը նաև այդ լիցենզիան տենց է չստացավ։ Այսինքն կան ռիսկեր բավականին վերջագույն։ Ճիշտ եմ հասկանում, որ ամերիկացի շահը այդ ուղղահայաց էներգետիկ առանցքը հորիզոնական էներգետիկ այդ առանցքի փոխարինելն է։ Այսինքն Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Իրան տապալել այդ էներգետիկ կապը, դրա փոխարեն առաջարկելով Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա։ Այո, եւ դա ամերիկական տարածաշրջանային գրանտ ստրատեգիայի էլեմենտն է, այս էլ առնվազն մի քանի տասնամյակ, եթե ոչ կես դար կամ դարը, պարոն Մանվելյանը ավելի այստեղ աշխարհակաղակական տեսանկյունից կարող է դա հիմնավորել, կարծում եմ, որ այո, բայց կուզենայի փառատել հետևյալ մտահոգությունը, բանրանումն է, որ Հայաստանը ստորագրել եւ ավերացրել է միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը։ Այնտեղ կան վերիֆիկացիոն մեխանիզմների հստակ նկարագրեր։
Բացի դրանից Հայաստանը ստորագրել է ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ մեծ համաձայնագիրը, որով վերահսկվում է իրադրությունը Հայաստանում։ Գումարած դրան Հայաստանը նաև ՄԱԳԱՏԵ-ի հետ ստորագրել է 2 լրացուցիչ արձանագրություն։ Այդ տեսանկյունից կարելի է պնդել, որ միջազգային պրոֆեսիոնալ հանրությունը 100%-ով տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում ռադիոակտիվ նյութերի հետ Մենք թաքցնելու բան չունենք էլ, հա։ Մենք ոչ մի բան չունենք թաքցնելու, բայց ուզում եմ դա հստակ ընդգծել, բոլոր պայմանագրերը ստորագրված են, մեխանիզմները գործում են, պարբերաբար տեղի են ունենում այցերը, վերիֆիկացիաները, ստուգումները եւ այլն։ Պարոն Մանվելյան, եթե ընտրությունը իսկապես այդ ուղղահայաց կամ հորիզոնական էներգետիկ առանցքների միջև է, մենք որին պետք է կանգ առնենք։ Իսկ միանշանակ կողմ եմ հյուսիս-հարավին, որտեղ դա իմ կարծիքով նախ եկեք չմոռանանք, Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Իսկ ԵԱՏՄ-ը, եթե դուք փաստաթղթերը բացեք կարդաք, իր հիմնադիր, ապա կտեսնեք նրա հիմքում էներգետիկան է։ Այդ թվում նաև էլեկտրաէներգիայի մեջ շուկայի ստեղծում եւ այլն եւ այլն։ Պլյուս մենք աշխարհագրորեն այնպես ենք տեղավորած, որ կարող ենք տարբեր սեզոնների էլեկտրաէներգիա մատակարարել Իրան եւ ասենք թե Ռուսաստան։ Բայց առանձնապես արդյունավետ չեն կանում դա։ Սա հարցի այլ կողմն է։ Օրինակ, համար կառուցում ենք երրորդ բարձրավոլտը, որը դարել է, չգիտեմ, դրա մասին էլ անպայման խոսենք։ Բամն է դարը, որ սենց տասնամյակներով կառուցում ենք ու տենց էլ վերջը չի երևում։ Ամեն դեպքում չէ, իհարկե, նայեք, ես ուզում եմ նաև մի բան ասեմ ՄԱԳԱՏԵ-ի հետ կապված, սա շատ կարևոր է, որովհետև դուք նշեցիք, որ Ադրբեջանը ցանկանում է կառուցել ատոմակայան, որը ինքը կարողանում է միայն ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցությամբ։ Սա շատ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը։ Հայաստանը պետք է դեմ լինի տենց ատոմակայանի կառուցմանը Ադրբեջանի տարածքում, որի համար հիմքեր իրավական հիմքեր կան դրա համար։ Առաջին իրավական հիմքը նա է, որտեղ ՄԱԳԱՏԵ-ն միշտ շատ զգուշ է վերաբերվում այն պետություններ, որոնք ունեն մեծ նավթի գազի պաշարներ եւ հանգարց որոշում են միջուկային կայաններ կառուցել։ Խնդիրը առաջանում այսինքն պրոբլեմատիկան չունի։ Երկրորդը իրանք որպես կանոն շատ մեծ վերապահում են վերաբերում այն երկրներին, որոնք ունեն հարևան երկրներից որոշակի չլուծված կոնֆլիկտներ։ Դեն մենք էլ ունենք Ադրբեջանի հետ խնդիր, բայց ՄԱԳԱՏԵ-ն դեմ չի, որ մենք նոր ռեակտոր կառուցենք։ Մենք նորերը չենք պատրաստ, մենք նոր ատոմակայան չենք պատրաստում կառուցել։ Մենք պատրաստում ենք նոր ռեակտոր, սա տարբեր բաներ։ Նոր ատոմակայանի համար դու պետք է ամենախիստ համագործակցություն եւ որոշ առումով համաձայնություն, ռեակտորի համար դա քեզ պետք է։ Սա պետք է անպայման հաշվի առնել։ Հիմա հեղինակավոր փորձագետների կարծիքը լսեցինք, սովորական շարքային մարդկանց կարծիքն էլ լսենք։ Կարծում եմ, որ վարչապետի հայտարարությունը տեղին է եւ այնինչ ասում է լիիրավ իրականության համապատասխանում է։ Ես չեմ պատկերացնում ուղղակի։ Լրացուցիչ առավելությունների մասին է։ Տարբեր լարումներ ա, կներեք, իրանք 220 են, մենք 230 ենք։ Ես կարծում եմ, որ կախվածության մեջ կլինենք։ Առանց ստեղ մեր էներգետիկ հարցերը ստեղ է լուծեն, հետո ընդեղից ոչ ոքից կախվածություն չունենան։ Նայում եմ նորմալ է դարձին։ Ոնց է հնարավոր։ Այնտեղ կան էներգակիրներ, այնտեղ կա արտադրող, այստեղ կա սպառող։ Երբ կուզենան կանջ, չէ, հնարավոր չի։ Մեր էներգակիրները միշտ ուրիշի ձեռքում են։ Հիմա միայն մեկ երկրի Ռուսաստանի հաստորեն։ Լույսի ռուբիլնիկը մեր ձեռքը պետք է լինի առաջինը։ Ինչքան շատ ձեռքերում լինեն այդ ռուբիլնիկները, այնքան անվտանգությունը տեսականորեն համենայն դեպս կաճի։ Ես իրանց հետ կապված ոչ մի բանը չեմ ընդունում։ Բայց զուտ տնտեսական, եթե նայենք մաքուր տնտեսական, անցած ամեն ինչը հաշվի չառնենք։ Դա բավական բնական է թվում։ Էներգիան, պոլիտիկայի այնտեղ ուրիշ հարց չկա։ Մենք պետք է հիշենք մեր զոհված տղաներին։ Այլևս առաջվանը չի։ Թուրքը միշտ է մեջքից խփող է։ Կանխում չունենք իրանցից։ Միասնական էներգետիկ համակարգը կարող է մի օր աշխատի, երբ որ իրենք պահեն իրենց նորմալ հարևանի նման, ոչ թե հակառակորդի թշնամու այդքանը։ Չէ, ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում։ Ամեն րոպե իրանք ինչ ասես կարան անեն։ Դուք չստատանել եք ուզում միասնական սարքեք, ֆազան կարող է շորտան, ստեղ բանալի, ինչ ասես կարող, ես կներեք ֆիզիկ եմ, ոչ մի դեպքում։ Նաև էներգետիկ առումով կարող է լինել նորմալ։ Որ մի րոպեից անջատեց ինքը էլեկտրոէներգիայի մատակարարումը, մենք ինչ պետք է անենք, գցենք ջրի վրա, գցենք բանի վրա, տեպլավոյի վրա, թե սկսենք անջատել Երևանում ինչ որ
պատրիբիտելներին, որ այդ տակից դուրս գանք, այդ ախմախությունն է, էլի։ Այդ դեպքում դրամը արդեն չի պահպանվի, կաշխատի իրենց փողը։ Դա դու ենթակա ես նրան։ Իրենցը տարածաշրջանում կդառնա կոնվերտ վալյուտա։ Իսկ ինչի չեք ուզում միանանք ուրիշ երկրի հետ, օրինակ Վրաստանի հետ։ Մեր շրջապատ երկրներից ամեն մեկից կարող է ինչ-որ վտանգ առաջանա, անգամ Վրաստանից։ Ինչի Իրանի հետ չեք ուզում միանանք։ Մենք իզլիշը կունենք, մենք կարանք իրանց հետ գազ վեկալենք, տեղատոմա էլեկտրականություն տանք։ Չեմ հասկանում, ես բան չեմ հասկանում։ Այդ իպտի դնեն այդ ընդդիմություն, բոլոր իրար հետ քննարկեն, բայց ճիշտ քննարկեն, ոնց ամեն մեկ իրանը չասի ու պրծնի գնա, իտոգում վերջում այդ հարցը մնա տենց օդի մեջ կախված։ Տեսեք, օրինակ, եթե ես լինեի այդ փողոցում հարցվող մարդկանցից մեկը, ես անպայման կհարցնեի, ինձ որպես սպառողի դա ինչ է տալու, էլեկտրաէներգիայի ինքնարժեքը եւ ի վերջո արժեքը էժանանալու է դրանից, թե ոչ, իմ գրպանը դրանից շահելու է, թե ոչ։ Էլեկտրաէներգետիկ համակարգերի համակցման տեսանկյունից։ Այո։ Ոչ անմիջականորեն չի շահի գրպանը, սակայն կբարձրանա էլեկտրամատակարարման հուսալիությունը, կբարձրանա էլեկտրական էներգիայի որակը, կբացվեն ընդհանուր տնտեսական հեռանկարներ, որը ոչ անմիջականորեն կբարձրացնի երկու հանրապետությունների ժողովուրդների կենսամակարդակը։ Իսկ սպառողը կնկատի դա Բայց անմիջականորեն ենթադրենք սակագների փոփոխության տեսքով քիչ հավանական է, որ որևիցե փոփոխություն լինի։ Իսկապես նկատում եք, որ դա դրական բան կբերի ու մարդիկ սպառողները դա կնկատեն իրենց հաշվիչի վրա։ Նորից, սա քաղաքական կոմպոնենտ կա, որ բացառված չէ, որ սկսեն ինչ-որ դեմպինգային քաղաքականություն։ Ինչպես բենզինի դեպքում նկատեցինք դրսևորումներ, հա։ Սկսեն ճնշել, որպեսզի ստիպեն քո, ասենք որոշ կայաններ փակեն, չաշխատեն, հատկապես գազի վրա, ջերմակայաններ, այսինքն երբ որ թողում ես քո տուն մտնեն ինչ-որ օտար տարեր, ապա նրանց վարքագիծը շատ դժվար է վերահսկելի չէ եւ դժվար է կանխատեսել։ Հետևաբար նման դեպքում ես այդտեղ քիչ եմ դրական բան տեսնում, ես ավելի շատ տեսնում եմ վտանգներ, ռիսկեր, եթե նաև այդ դեմպինգային քաղաքականության առումը, որը կստիպի որոշակի համակարգեր կանգ առնեն, որ դա ասեն այն այժանով գալիս ելք մերը զարգացնում, այս վտանգը միշտ կա եւ բազմաթիվ անգամ տարբեր երկրներ սա օգտագործում են միմյանց նկատմամբ տնտեսական ճնշումով գործարելու եւ որպես կանոն տնտեսական ճնշումը վերածելու քաղաքական ինչ-որ դիվիդենդի։ Միշտ պետք է հաշվի առնել, որ էներգետիկ անվտանգության համակարգը ցանկացած պետության ազգային անվտանգության երկարևոր մասերից մեկն է։ Եվ այս ռիսկերը, այսինքն այս ազգային անվտանգության նկատմամբ հնարավոր ռիսկերը միշտ պետք է առաջնային լինեն։ Հիմա մի թեմա, որից ես ինքս բարձրացակ բան չեմ հասկանում, բայց այնուամենայնիվ այն կարևոր է, հա, տեխնիկական կողմը։ Որքան հասկանում եմ, այստեղ խնդիր կա հաճախականությունների սինխրոնիզացիայի, այդ ճնշումների վերահսկողության եւ կառավարման, քանի որ համակարգերը այդ գեներացիայի կառուցվածքը մեր ու Ադրբեջանում տարբեր են, հա, այդ խնդիրը լուծվող հեշտ խնդիր է։ Լուծվող խնդիր է, այդ խնդիրը լուծված էր Սովետական միության գոյության բոլոր տարիներին, երբ որ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը աշխատում էին զուգահեռ ռեժիմում։ Իրավացեք, այստեղ մի քանի չափանիշներ կան, հաճախականությունը պետք է համապատասխանի աշխատանքային, այսպես ասած, ֆազային կառուցվածքը պետք է համապատասխանի։ Ակետարքիրա մի երկրում էինք սովետական, հա, ոնց է որ մեր մոտ տարբեր էր ու Ադրբեջանի հետ համեմատած։ Տարբեր չէր։ Հենց ասածս նա է, որ մենք ունենք տասնամյակների փորձ զուգահեռ աշխատանքների եւ ընդհանրապես պետք է վերականգնել Հայաստան, Ադրբեջան, Վրաստան միասնական էլեկտրաէներգետիկ համակարգը։ Դա աներկբա բխում է 3 հանրապետությունների շահերից։ Տեխնիկական առումով այդտեղ որևիցե արտարոց խնդիր չկա, բոլոր բաները հայտնի են։ Ավելացնելու բան ունեք այս տեխնիկական մասով։ Նայեք, այստեղ մի բան եմ ուզում անպայման ասեմ, երբ պարոն Մարջանյանը շատ ճիշտ ունի, դա սինխրոնիզացիան խնդիր է։
Այսինքն միավորել այս համակարգերը ես գոնե այս 30 տարվա կտրվածք հետո քիչ հավանական եմ համարում։ Օրինակ Հայաստանը որոշակի իր էլեկտրոէներգետիկ համակարգը սինխրոնիզացրել մեր հարևան մյուս երկրներ Իրան, Իսլամական Հանրապետության, մասամբ Վրաստանից։ Սա աշխատող համակարգ է այդ տեսքով, բայց միավորել այդ համակարգը ես քիչ հավանական եմ համարում մանավանդ այս օրվա պայմաններում։ Տեսեք, մենք խոսեցինք ամերիկյան շահի մասին, որը ակնհայտ է, ամենևս ուրվագծվում է, հասկանում ենք իրենց ուզածը որն է։ Շահ նկատի ունեք, շահանշահ, թե շահ, շահագրգռվածություն։ Ռուսաստանի շահերը հասկանալի են, բայց Եվրամիությունը եւս շահեր ունի, հակառակ դեպքում չէր պատրաստվի Հայաստանի հետ ստորագրել փաստաթուղթ, որի շրջանակներում $5 միլիարդ է պատրաստվում հատկացնել Հայաստանին էներգետիկ դիվերսիֆիկացիայի համար։ Եվրամիության ուզածը որն է։ Թույլ տվեք այստեղ մի փոքր ծավալվեմ, պարոն Երկանյան։ Եվրոպայի ուզածը հստակ տեսնում ենք SEPA կոչվող պայմանագրի 42-րդ հոդվածում, որը պնդում է, որ Հայաստանում ատոմակայանը պետք է փակվի։ Ընդհանրապես։ Կա մի փոքրիկ, այսպես ասած, լուսանցքային հնարավորություն փոխարինող հզորությունների առկայության դեպքում։ Այսինքն $5 միլիարդը կտան, եթե փակենք։ Չէ, հիմա կգան $5 միլիարդին։ Ատոմակայանի փակումը Հայաստանում դա Եվրոպայի երազանքն էր։ Ավելին, վստահ եմ, որ մեր հանդիսատեսները չգիտեն, որ SEPA կոչեցյալ պայմանագիրը դա ոչ թե երկկողմ պայմանագիր է Հայաստան ԵՄ մեջ, այլ եռակողմ Հայաստան ԵՄ եւ Եվրոատոմ կոչվող կառույցի մեջ։ Դա եռակողմ պայմանագիր է եւ 42-րդ հոդվածը հստակ նկարագրում է, թե ինչ է ակնկալում Եվրոպան մեզանից։ Առաջին անգամ դա էլ ավելացնեմ Հայաստանում մոդուլային կայանների մասին ասվեց դեռ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք այն ժամանակվա արդարադատության նախարարի շուրթերով, որ ասեց, որ Հայաստանի ապագան փոքր մոդուլային կայաններն են, թե ինչից դա բխեց, այդպես էլ մնաց գաղտնիք։ Հիմա գանք այդ եվրոպական միլիարդներին, որոնք Եվրոպան պատրաստվում է տրամադրել Հայաստանին։ Մոտավորապես 8 տարի առաջ Եվրոպան սկսեց ձեռնամուխ եղավ մի մեծ ծրագրի զարգացմանը, որ կոչվում էր TNT եւ կոչված է զարգացնել տարբեր տարածաշրջանում ենթակառուցվածքային համակարգերը, ճանապարհներ, երկաթուղի, գազատար, էներգետիկ ենթակառուցվածք եւ այլն։ Ահա TNT-ով Եվրոպան Հայաստանի տրամադրել էր 1.6 միլիարդ եվրո գումար։ Հասել է, սպառել են։ Անցան տարիներ մեկ էլ իմացանք, որ Եվրոպան ձեռնամուխ է լինում նոր մեծ հսկայական ծրագրի, որը կոչվում է Global Gateway, որը նորից նախատեսվում է ուրեմն տարածաշրջանում մեր ենթակառուցվածքների զարգացման համար, մասնավորապես Անդրսևծովյան էլեկտրական մալուխ ծրագրի մասին էր խոսքը գնում։ Այդ Global Gateway ծրագրով Հայաստանին հատկացված էր 1.4 միլիարդ եվրո գումար։ Նորից անցան տարիներ Հայաստան արտաքսվեց այդ ուրեմն չստացան կոչվեցան բանից Անդրսևծովյան մալուխ ծրագրից արտաքսվեց Հայաստանը, անցան տարիներ, եկան արդեն նախանցած տարին եւ Եվրամիությունը ասեց, որ մենք ձեզ մի քանի միլիոն դոլար կտանք էներգետիկ ուրեմն դիվերսիֆիկացիայի համար։ Կարծում եմ ժամանակն է արդեն որպեսզի Հայաստանը եւ Հայաստանի պատկան մարմինները հետեւողականորեն ասեն. սիրելի եւ հարգելի Եվրոպա, Եվրոպական միություն եւ նրանց ներկայացուցիչներ, ինչ եղավ Հայաստանի TNT-ով 1.6 միլիարդը։ Ինչ եղավ Հայաստանի Global Gateway-ով հատկացված 1.4 միլիարդը։ Արդյոք այս մի քանի միլիոն դոլարը, որ դուք մեզ տալիս եք էներգետիկ դիվերսիֆիկացիայի համար, դա այն գումարներից է, թե սա էլ ինչ-որ լրացուցիչ գումար է։ Եվ գլխավորը արդյոք դա ատոմակայանը փակելու դիմաց եք մեզ խոստանում։ Դա հստակ է, ակնհայտ է, որ հիմնական նպատակը դա է։ Փակել ատոմակայանը, գազի ներկրումը Ռուսաստանից դադարեցնել։ Եթե այդպես է, ուրեմն Եվրամիության հետ մենք չպետք է զարգացնենք հարաբերությունները, եթե իրենց ուզածը մեր ատոմակայանը փակելն է։ Պարոն Մարջանյան շատ կարևոր հարցեր բարձրացրեց եւ որոնց արժե է մի փոքր գոնե անդրադառնալ։
Եվրամիությունը տասնյակ տես ծրագրեր ուներ ժամանակին, որոնք ոչ միայն միլիարդներ, այլ տրիլիոններ էին դնում ժամանակին արևային էներգիայի, չգիտեմ, ինչ-որ անապատներում զարգացնել համար։ Ես միշտ որոշակի հոռետեսությամբ եմ վերաբերում իրենց այդ ծրագրերին, որովհետև վերականգնողական էներգետիկան ինքը շատ լավ բան է, բայց ինքը դեռ չունի այն կայունությունը, այն հզորությունը, որպեսզի մենք կարողանանք հույսներս դնել դրա վրա։ Հետևաբար նմանատիպ տասնյակ ծրագրեր կան։ Հիմա ամենակարևորը եւ ամենավտանգավորը այդ եռակոմ պայմանագիրն է, ինչի մասին պարոն Մարջանյանն ասաց, որով իդեպ հիշեցեմ, մոտավորապես $300 միլիոն նախատեսվում, Հայաստանը փակում է ատոմական, իրանք տալիս են $300 միլիոն, որը իդեպ շատ չնչին գումար է դրա դիմաց, ուղղակի ծիծաղելի գումար է, որպեսզի դու ինչ որ նոր գեներացիաներ ստեղծես, որպեսզի փոխարինես ատոմականը, ինչա համայնքի անհարել առավելևս $300 միլիոն։ Հիմա այդ թիվը հասել է $500 միլիոն։ Ես չգիտեմ դա տեղ կհասնի, չի հասնի, ճիշտ ծրագրեր դրա տակ կներկայացնեն, չեն ներկայացնեն։ Ավելի շատ ես վստահ եմ, որ ոչ մի բան չի լինի։ Ուղղակի գեղեցիկ խոստումներ են, որոնք դժվար իրագործել են, որտեղ ռեալ հողի վրա, երբ որ դու նայում ես քո էներգետիկան ոնց կարող ես զարգացնել, մենք հասկանում ենք, որ մեզ պետք է կայուն էներգետիկ համակարգ, որը որոշակիորեն կարող է հիմնված լինել ատոմակայանի վրա, ջերմակայանների վրա, իսկ մի խոսքով ոնց հասկանում են եվրոպացիները մեզ չեն առաջարկում ռեալ այլընտրանք այն ամենի, ինչ կարող ենք ստանալ ռուսների ու ամերիկացիների հետ համագործակցությունից։ Ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ ճիշտ եք հասկանում, պլյուս մեկը մի բան էլ հաշվի առեք, այսօրվա աշխարհական իրավիճակը, Եվրամիություն, Ռուսաստան, այս հակասությունը միշտ պետք է հաշվի առնենք, սա իրանք որոշակիորեն ցանկանում են այս հակասության պրիզմայով նայեն։ Բնական է, շատ քիչ ժամանակ է մնում, իսկ այդ հորիզոնական առանցքը, եթե այն կայանա, հա, Ադրբեջան, Հայաստան, արդյոք շարունակվի դեպի Թուրքիա։ Կարծում եմ այո, ամենայն դեպս Եվ ինչ կտա դա մեզ։ Համդեպս տրամաբանական կլիներ ակնկալել, որ վաղ թե ուշ կթողարկվի Գյումրի Ղարս բարձրավոլտ էլեկտրական գիծը եւ հարց կբարձրացվի Թուրքիայի հետ էլեկտրաէներգետիկ համագործակցության հիմնման մասին, կարծում եմ դա օգտակար կլինի թե Հայաստանի, թե Թուրքիայի։ Բայց այստեղ նույնպես մարտահրավեր, բնական է ինչպես եւ ցանկացած այլ դեպքում, քանի որ Թուրքիան իսկապես հզոր էլեկտրոէներգիա արտադրող պետություն է եւ այժմ էլ 2 ատոմակայան է կառուցում։ Ռուսական ֆինանսավորման իրանք կառուցում են ատոմակայան, մոտավորապես չեմ ասում $26 միլիարդ արժողությամբ, 4 կայաններ, այն մեկը 1200 մեգավատ, այսինքն բավականին հզոր համակարգեր են իրանք ստեղծում, որպեսզի կարողանան էլեկտրոէներգիա ներմուծող պետությունից դառնան էլեկտրոէներգիա Այդ դեպքում ընդհանուր ցանցը կապը Թուրքիայի հետ դա ավելի շատ առավելություն է թե մարտահրավեր։ Չէ, ցանկացած կապ էդի առավելություն է։ Եկեք էդի ֆիքսենք, էլի։ Մանավանդ Կարսի այդ ուղղությամբ վարսավուրտը եղել է դեռ Խորհրդային Միության տարիներին, եւ Խորհրդային Միությունը մատակարարում էր այդ էլեկտրոէներգիան, այդ համակարգը իսկապես կարելի է աշխատացնել ինչ որ առումով, բայց նորից պետք է նայենք թե օրինակ նայեք 1000 ներողություն մի փոքր շեղվելով դեպի թրիփը օրինակ խոսում ենք որ թրիփը կարող է բերի ճանապարհների բացմանը բայց դրա հետ միասին Թուրքիան զուգահեռաբար կառուցում է Կարս Նախիջևան զուգահեռ ճանապարհը ծախսելով 3 միլիարդ երբ կարող առանձնապես մեծ գումար ծախսելով աշխատացնել դեպի Կարս Գյումրի Նախիջևան ճանապարհը հենց հիմա պատրաստի կա սկսենք վաղվանից բայց այս գործընթացը չենք տեսնում ենք շրջանցումը Այսինքն միշտ պետք է սա հաշվի առնել։ Նույն ձևել էլեկտրոէներգիայի համակարգում մենք կարող է շատ դրական տրամադրվենք, փորձենք աշխատել, բայց արդյունքում տեսանք, որ մեզ փորձում են հերթական անգամ շրջանցել։ Քիչ ժամանակ է մնում, առաջարկում եմ ամփոփենք ընդամենը մի քանի նախադասությամբ, այ ինչ կուզեք, որ հեռուստադիտողը ձեր այսօրվա ասած խոսքից հիշեր։ Կարծում եմ Հայաստանը պետք է վաղ թե ուշ հասկանա, որ ներփակված իրավիճակում սրընթաց զարգացում անհնարին է ակնկալել։ Իսկ Հայաստանին պետք է սրընթաց զարգացում։ Դրա համար պետք է ապաշրջափակում, դրա համար պետք է բացվել տարածաշրջանին եւ աշխարհին եւ չվախենալ, այսպես ասած, սեփական բարդույթներից։ Ես խորհուրդ կտամ, որպեսզի հիշեմ, որ ամեն անգամ երբ այն պետությունները, որոնք հայոց նկատմամբ ցեղասպանություն, էթնիկ զտումներ են իրականացել, նրանց հետ գնալ տնտեսական գործարքների առանց հաշվի առնելու պատմական էսպորտը չի կարելի։ Սա շատ վտանգավոր է եւ կարող է նոր ռիսկեր եւ նոր ավելի մեծ վտանգներ առաջացնել։ Ինձ մնում է ավելացնել, որ հնչեցին փորձագետներ Արամ Արջանյանի ու Արմեն Մանվելյանի կարծիքներն ու գնահատականները։